Այս տարի 12-րդ դասարանը ավարտում է ավելի քան 22,000, 9-րդը ավելի քան 39,000 երեխա։ Հանրակրթության պետական չափորոշչի նախագծում գործադիրը առաջարկում է փոփոխություններ, նախատեսելով բարձրացնել ուսումնական գործընթացի արդյունավետությունը, նվազեցնել բովանդակային եւ կազմակերպական ծանրաբեռնվածությունը, կրթության բովանդակությունը համապատասխանեցնել կրթական եւ անվտանգային արդիչափանիշներին, նշեց նախարար Անդրեասյանը։ Գաղափարական որևէ փոփոխություն բնականաբար չի արվում, որովհետեւ չափորոշչով որդեգրված մոտեցումը, որ մեր երեխաներին անհրաժեշտ է համակողմանի կրթություն, որը իր մեջ պետք է ներառի թե գիտելիքը, թե հմտությունները, թե արժեքները, թե դիրքորոշումները, պահպանվում է եւ առանցքային կարողունակություններն ու ամեն կրթական աստիճանի վերջնարդյունքները նույնն են, այստեղ առավելապես փոփոխությունները վերաբերում են իրականացման գործընթացին։ Սահմանվում են ուսումնական պլանների ձևավորման ճկուն կարգավորումներ։ Ըստ նախարարի յուրաքանչյուր դպրոց պետք է համապատասխանի այն կարիքներին, որոնք կան տվյալ համայնքում։ Կընդլայնվի նախագծային ուսուցումը, ամեն կիսամյակում առնվազն մեկ նախագիծ իրականացնելու պահանջ կդրվի։ Էական փոփոխություններ ենք նախատեսում 10-ից 12-րդ դասարաններում, ավագ դպրոցում անհատականացված դասացուցակի տրամաբանությունը հասցնում ենք իր բարձրակետին, նվազեցնելով այն սովորողների ուսումնական ծանրաբեռնվածությունը, որոնք դրական են հանձնել ավարտական կամ միասնական քննությունները։ Ըստ նախարարի չափորոշչի ներդրման գործընթացը ուղեկցվել է հանրակրթության ֆինանսական ծավալների էական աճով։ 2025-ին դպրոցների պահպանման ծախսերին ուղղվել է ավելի քան 128,8 միլիարդ դրամ, 56,9%-ով ավելի քան 2018 թվականին։ Նախարարությունը մասնավորի հետ շարունակում է աշխատել դպրոցներում փորձարկելով արհեստական բանականության դասընթացները։ Սեպտեմբերից FAST հիմնադրամի հետ գործակցությունը կընդլայնվի, ընդգրկելով ավելի քան 40 ավագ դպրոց։ Դասընթաց անցնողները ըստ նախարար Անդրեասյանի հաջողություն են գրանցում արհեստական բանականության միջազգային օլիմպիադաներում։ Համատեղ նախաձեռնություն ունենք, որը հուսով եմ սեպտեմբերից կմեկնարկենք, ընդ որում այստեղ էլ Firebird-ի եւ OpenAI-ի հետ միասին ենք աշխատում եւ սա մեզ պիտի հնարավորություն տա, որպեսզի արդեն այս գրագիտության ուղղությամբ, որը կօգնի թե ուսուցիչներին գործիքակազմ ունենալ կիրառել եւ թե նաեւ մեր սովորողներին պատշաճ իրազեկել, այդ ճանապարհով նույնպես առաջ գնալ։ Վերանայվել է տավարաբուծության զարգացման ծրագիրը։ Կառավարությունը մինչև 40% փոխհատուցում է հատկացնում, եթե ֆերմերները գնում են 25 եւ ավելի գլուխ տոհմային կենդանի եւ 30%, եթե գնում են մինչև 25 գլուխ։ Առաջարկվում է փոխհատուցման ծավալը հասցնել 50% անկախ գլխաքանակից։ Եթե մինչ այս մենք փոխհատուցում ենք տրամադրում առավելագույնը 300 տոհմային կենդանու համար, հիմա այդ թիվը առաջարկում ենք հասցնել 1000-ի։ Այսինքն խոշոր տնտեսությունները, որոնք պատրաստ են մեծ ներդրումներ կատարել մինչև 1000 գլխաքանակ, ներմուծել Հայաստան կամ Հայաստանում արդեն իսկ արտադրվողներից գնել, արդեն 1000 գլխաքանակի դեպքում փոխհատուցում ենք։ Երկրորդ փոփոխությունը նա է, որ մեկ ձեռք բերվող տոհմային կենդանու հաշվարկային առավելագույն արժեքը նախորդ ծրագրում 1 միլիոն դրամ էր, հիմա առաջարկում ենք 1.1 միլիոն դրամ։ Սա որոշակի գնաճային ճշգրտման է ենթարկվել, քանի որ եւ տրանսպորտային ծախսերը եւ կենդանիների գները որոշակի աճ են ուրեմն արձանագրել։ Նշվեց նաև, որ տոհմային կենդանիներ գնելու գումարը փոխհատուցվում էր 2-ից 3%-ով, եթե ներմուծվող էր ֆերմերները վարկով գնում էին 3%, եթե Հայաստանից 2%-ով։ Առաջարկում ենք ամբողջությամբ փոխհատուցել 0% է դառնում, բայց իհարկե ոչ ավել վարկը պետք է լինի ոչ ավել քան 14%։ Արտոնյալ ժամկետը 12-ի փոխարեն առաջարկել ենք 18 ամիս, ինչ է սա նշանակում, սա նշանակում է, որ մայր գումարի մարմինները սկսում են 18-րդ ամսից հետո։ Գործող ծրագրով ձեռք է բերվել 2600 գլուխ տոհմային կենդանի, որից ստացվել է 12200 գլուխ։ Գործող շահառուները կարող են ադապտացվել այս նոր պայմաններին, այսինքն մեծացնել գլխաքանակը, վարկերը կառուցել, նկատի ունեմ տոկոսադրույքը նվազեցնել եւ այլն։ Եթե ինքը գործող շահառու է, օրինակ 25 թվականի շահառու է եւ եթե ուզում է ել ավելի ընդլայնել իր տնտեսությունը, իհարկե կարող է արդեն նոր ու բարելավված պայմաններով։ Այո։ Սա մեկ եւ երկրորդը, եթե 26 թվականի հունվարի 1-ից հետո դիմել է մեզ, բայց դեռ օրինակ կենդանիները չեն եկել եւ դեռ process-ը չի սկսել, փոխհատուցումը չի ստացել, ապա նորից կարող է օգտվել։
Վարկի կամ լիզինգի շահառուն ֆինանսական պարտավորությունը կարող է բանկից բանկ տեղափոխել վերաֆինանսավորման համար, կպահպանվի պետության սուբսիդավորումը, կառավարությունը լավարկումներ է առաջարկում արտադրողականության խթանման նպատակային ծրագրում, կսուբսիդավորվի զբոսաշրջության մասին օրենքով սահմանված հյուրանոցների կառուցման նպատակով մարզերում կապիտալ շինարարությունը, ավելացված արժեքի հարկ վճարող կապալառոյի ներգրավմամբ։ Պայմանով, որ ներդրումային նախագիծը համապատասխանում է նշված օրենքով եւ ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերով սահմանված նվազագույն պահանջներին ու չափորոշիչներին, ինչպես նաեւ զբոսաշրջության զարգացման պետական քաղաքականության առաջնահերթություններին։ Առաջարկվում է սուբսիդավորման նոր ուղղություն, որը վերաբերում է թափոնների մշակմանը եւ ոչնչացմանը։ Սուբսիդավորման չափը դրամով վարկերի դեպքում կսահմանվի 6%, լիզինգի դեպքում 8%, իսկ արտարժույթով վարկի դեպքում 4%, լիզինգի դեպքում 6%։ Մեկ այլ նախագծով առաջարկվում է սահմանել ծնողական ժամ եւ մինչեւ 2 երեխա ունեցող ծնողներին տրամադրել օրական առավելագույնը 30 րոպե, 3 եւ ավելի երեխա ունեցողին առավելագույնը 1 ժամ աշխատանքից բացակայելու իրավունք։ Մինչև 18 տարեկան հաշմանդամության խորը կամ ծանր սահմանափակումով երեխա ունեցող ծնողին օրական առավելագույնը 1 ժամ անկախ երեխաների թվից։ Նախագիծը վերաբերում է թե պետական, թե մասնավոր ոլորտի աշխատողներին։ Բայց սա դեռ պիտի գնա ազգային ժողով, չէ՞ դուրս չգանք ու գնանք երեխեքին պահել։ Կուտակել հետո օգտագործելու հնարավորություն կա, այսինքն եթե 3 երեխա ունի, ընդհանրվում է, որ օրը կարա մի ժամ շուտ գնա գործից տուն, ասենք 5 օր կուտակի մի օր 5 ժամ շուտ կամ չկա Այլա մոդելավոր։ Փոխնախարարը արձագանքեց, կուտակային մեխանիզմ նախատեսված չէ։ Մայա Խաչատրյան, լուրեր։